Հարգելի գործընկերներ, մենք կարևոր հարց ենք քննարկում, բայց կարծես թե կրկին փորձում ենք պայքարել հետևանքների դեմ եւ ոչ թե պատճառների։ Խաղամոլությունը հիվանդությունների միջազգային դասակարգմամբ համարվում է կախվածությունների խմբի խանգարում։ Արդյոք մենք այս հարկային բեռը ավելացնելով, որը կարևոր է, արդյոք սահմանափակումները դնելով, որը էլի շատ կարևոր է, կարող ենք ամբողջությամբ լուծել այս հարցը կամ հնարավորինս մեծ տոկոսով։ Իմ կարծիքով ոչ, եւ մենք պետքա նաեւ վերադառնանք պատճառներին։ Արդյոք օրինակ մենք մեր երեխաներին փոքրուց մանկապարտեզ դպրոցից սովորացնում ենք, թե ինչ վտանգավոր բան է խաղամոլությունը։ Եվ շատ լավ է, որ Տիկին Սվաջյանը այսօր ներկա է դահլիճում, թեկուզ ուրիշ ենթադրում եմ նախագիծը զեկուցելու, բայց մենք պետքա դրանով զբաղվենք հիմնականում, հարգելի գործընկերներ, որ այսօրվա մեծացող սերունդը, երբ որ ինքը դառնում է 12-13 տարեկան եւ հասանելիությունը արդեն ունենում այդ սմարթ հեռախոսներին, ինտերնետին, 13-14-ից նաեւ բանկային քարտերին, ինքը հասկանա, որ չպետք է սկսի նման վարքագիծ դրսևորել, որը կարող է ինչ-որ մի օր դառնալ նաև խանգարում, որը բժշկական միջամտություն պետք է պահանջի։ Իդեպ հենց այդպիսի կախվածություններ էլ կան, մենք բազմաթիվ մեր շրջապատում էլ ենթադրում եմ դեպքեր գիտեն, որ ամբողջությամբ են իրենց կյանքը կործանում մարդիկ դրանք, այդ մեր ընկերները, գործընկերները, բարեկամները, հարևանները, հարազատները բժշկական միջամտության կարիք ունեն։ Ես խնդրում եմ, եկեք քննարկումների ժամանակ նաև այս ասպեկտին անդրադառնանք, հատկապես այն մեր գործընկերներին, ովքեր որ ավելի խորն են զբաղվում եւ կարծես թե մասնագիտացել են այս թեմայի վրա, մենք էլ փորձենք օգնել, որպեսզի նաև այլ կարգավորումներ ունենանք, օրինակ մեր պետական ծրագրերում կրթական կամ հատուկ ինչ-որ մի բան մտածենք, որպեսզի իրոք պատճառների դեմ պայքարելով հնարավորինս զերծ խաղամոլությունից զերծ հասարակություն ունենանք։ Շնորհակալություն։